Գիտես դու, որ Հայր Աստված դատելու, դատավորը լինելու, դատաստանները երկրի վրա դատաստանները իրականացնելու դերը, գործը, ամբողջովին հանձնել է իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսն է դատավորը։ Հիսուս Քրիստոսը փրկեց քեզ իր կյանքը, երբ եկավ երկիր եւ մարմնավորվեց հանուն քեզ, Աստված լինելով, իր կյանքը զոհաբերեց հանուն քեզ, իր արյամբ գնեց քեզ, մահից կյանք պարգևելով քեզ, եւ նա էլ հենց քո դատավորն է։ Հիսուս Քրիստոսը վերադառնալու է երկիր, դատելու, եւ դա կա Աստվածաշնչում գրված։ Շուտով, երբ գա չարը, նեռը երկիր, եւ Աստված նրան տա անսահման իշխանություն երկրի վրա, դա կտևի 3.5 տարի, դա կա գրված Աստվածաշնչում։ 3.5 տարի անց Տեր Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր, եւ դա կլինի նրա երկրորդ գալուստը երկիր։ Երբ մենք մտածում ենք, մեզանից շատերը մտածում են, լսում են, Տիրոջ երկրորդ գալուստը, ինչ է դա, ինչպես թե երկրորդ գալուստը, շատերը չգիտեն ուղղակի, ինչպես որ ես չեմ իմացել ժամանակին, ինչպես թե Հիսուսը գալու է երկիր, այո, երբ կավարտվի նեռի իշխանության 3.5 տարիները, Հիսուսը կգա երկիր իր ողջ զորքով, բանակով, եւ երկնային Երուսաղեմը կիջնի երկրի վրա, եւ այնտեղ կլինեն Հիսուսի սրբերը, եւ կապրեն Հիսուս Քրիստոսի հետ այնտեղ, եւ Հիսուս Քրիստոսը կանի դատեր երկրագնդի վրա, նեռին, չարին եւ իր ծառաներին բոլորին կգցի կրակի լիճը, եւ դրան կմասնակցեն իր սրբերը, իր զինվորները, իր բանակը ողջ կմասնակցի դատերին եւ կունենա իր հանձնարարությունները, իր դերը Տիրոջ կողմից տրված այդ ժամանակ։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ Տեր Հիսուս Քրիստոսը մի անգամ եկավ երկիր մարդացած, մարդու մարմնում ծնվեց Աստվածը քո համար, քո փրկության համար, եւ երկրորդ անգամ գալու է մոտավորապես 2030 տարուց, իր ծնունդից սկսած, մոտավորապես 2030 տարուց։ Ինչու՞։ Որ դատի այս աշխարհը, մի աշխարհ, որին ինքը եկավ փրկելու իր արյամբ, փրկելով յուրաքանչյուրին իր արյամբ, եւ հիմա վերադառնալու է, որպեսզի դատի հենց այդ աշխարհը, որը ստեղծել էր ինքը իր հոր հետ, արարել էր իր մատներով, իր ձեռքերով, երկինքն ու երկիրը, եւ քեզ, եւ ինձ, յուրաքանչյուրիս, եւ չընդունվեց հենց այդ երկրում, իր ստեղծած զավակների մարդկանց կողմից, եւ դատվեց, դատապարտվեց, մեղադրվեց, ենթարկվեց ամենադաժան տանջանքներին, եւ քո խաչը քո փոխարեն իր ուսերին կրեց, իր վերքոտ արյունահոսող ուսերին բարձրացավ Գողգոթա ու խաչվեց հենց այդ խաչի վրա քո համար, իր արյունը թափելով այդ խաչի վրա, որպեսզի քեզ գնի մահի ձեռքերից, որովհետեւ միայն արյամբ, կյանք տալով կարող ես մեղքի դեմ վճարել, իսկ մենք բոլորս մեղավոր ենք։ Նա արեց դա եւ մահացավ հանուն քեզ ու վերադարձավ իր թագավորություն աստվածային, չէ՞ որ նա Աստված է, Հայր Աստծո որդին։ Իսկ հիմա շուտով Տերը ողջ աշխարհի, Տերը այս ամենի վերադառնալու է իր ստեղծած երկիր, այն նույն երկիրը, որ դատեց նրան, այն ամենաանմեղ,
Մաքրամաքուր կատարյալ Աստծո գառին Հիսուս Քրիստոսին, որ զոհաբերվեց գառի պես իմ ու քո համար, այդ գառը վերադառնալու է երկիր, որպեսզի ինքը դատի երկրի վրա։ Եթե դու այս ամենը չգիտեիր, ուրեմն իմացի։ Շատ շատերս չգիտենք այդ մասին։ Ինձ այս ամենը պատմել է Սուրբ Հոգին, բայց այդ ամենը կա Աստվածաշնչում։ Ուղղակի ես այն քրիստոնյաներից եմ եղել, որ մի ամբողջ կյանք Աստվածաշնչի ընթերցանությունը հետաձգել է տարբեր պատճառներով։ Ճիշտ է, ես հետո հասկացա, որ դա չարն է խանգարում մարդուն, որ նա չկարողանա կարդալ Աստվածաշունչը։ Բայց եթե մենք կարդանք Աստվածաշունչ, ամեն ինչ կիմանանք, ամեն ինչ Աստծո խոսքն է գրված, Աստվածաշնչի յուրաքանչյուր տառն ու բառը Աստծո բացարձակ ճշմարտությունն է։ Կա Աստվածաշնչում գրված այս ամենը։ Ուղղակի ժամանակ չկար։ Աստված ինքը իր խոսքը փոխանցեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ իր զավակներին։ Ժամանակ չկար։ Պատկերացնում եք, եթե ես կարդայի Աստվածաշունչ ամիսներով, տարիներով, որպեսզի ամեն ինչ հասկանայի, ընկալեի։ Իսկ Տերը ինձ արդեն մի տարի ամեն օր փոխանցում է իր խոսքը, որպեսզի ես տամ քեզ։ Կարդա Աստվածաշունչ, մոտեցիր, հոգևոր հայրերին դիմիր, հարցրու, իմ էջում էլ նայիր, այստեղ կա այն ամենը, ինչ Տերը տալիս է ինձ, այն բոլոր խոսքերը, ճշմարտությունները, տեսիլքները, հայտնությունները, երազները, որ Տիրոջից ստանում եմ և փոխանցում եմ քեզ։